Այժմ մենք գտնվում ենք Լոս Անջելեսի օդանավակայանում և այստեղից սկսում է մեր հեքիաթը։ Երազանք, որ մոտարապես 2 տարի աշխատում ենք այս ծրագիր իրականացնելու վրա և վերջապես այն դարձավ իրականություն։ Մեր առաջին համերգը կունենանք Ուրուգվայում, որից հետո կմեկնենք Բուենոս Այրես, որից հետո Բրազիլիա։ Զվարթնոցը մեզ համար ընտանիք է, ոչ միայն 3 երեխաներս են մասնակցել Զվարթնոց ընտանիքի մեջ, շուտով թոռնիկներս էլ պիտի մասնակցեն։ Զվարթնոցը մեզի համար ընտանիք է, որ ապահով վստահենք մեր զավակները։ Շատ շնորհակալ ենք ընկեր Վարդանին, ընկեր Արմինեի հետ միասին, օտար-հողում մեր երեխաները դաստիարակվում են հայրենասիրության ոգով։ Երեխես, որ 5 տարեկան եղավ, այնքան անհամբեր սպասում է, երբ պետք է բերեի ես Զվարթնոց։ Զվարթնոցը հրաշք բարային համույթ է, որտեղ միավորվում է բոլոր հայությունը։ Շատ արագ եկավ, հուլիսի 26-ը 2 տարի սպասում ենք մեր Լատինական Ամերիկայի շրջագայությանը և շատ ուրախ ենք մեր անձնատալի երեխաների, ծնողների բոլորի համար։ Տեսեմ Ռուբեն և Արթան Աղաջանյաններ։ 22 թվականից էր, արդեն ունենալով մեր շատ հարազատ ընկերներ Լատինական Ամերիկայում, Գագիկ Գասպարյան, հայտնի դուդուկահար, Ռաֆին Գրիգորյան, Գայանե անսամբլի գեղարվեստական ղեկավարը, և սենց Անտոնիո Սարաֆյանը։ Անտոնիո Սարաֆյանը հետո միացավ այս ամեն ինչին, որովհետև ի սկզբանե մեր բոլոր խոսակցությունները գնում էր Գագիկի և Ռաֆի հետ և մտածում էինք ոնց անենք, որ կարողանանք քննել համերգային շրջագայության, որովհետև ի վերջո հասկանալի է դժվարությունները շատ են և մեկը պետք էր, որ այդ երկրում կարողանար կազմակերպել։ Ի վերջո Ռաֆին մեզ ծանոթացրեց Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետի հետ, Անտոնիո Սարաֆյանի հետ։ Միակ մարդը, որ հանձն արել և ասել է անում ենք, սա պարոն Անտոնիո Սարաֆյանն է։ Այսօր մեր առաջին համերգն է, հետո գնում ենք Արգենտինա և պարոն Սարաֆյանի բանում էր, որ ստեղյա HBO-ն էլ սկսեց աշխատել այս ծրագրի վրա, որպեսզի այստեղ էլ կարողանան գանք Մոնտեվիդեո և այս մեր շրջագայությունը ավելի ճոխ դարձնելու համար։ Սարաֆյան ջան, շնորհակալ ենք։ Յարագցերի շնորհակալություն։ Շատ սիրավորժար կերպով համաձայնեց մասնակցել այս կազմակերպչական աշխատանքներին կապված այդ երկրների հետ։ Մեր համերգներին մասնակցեց նաև թե Գագիկը Գասպարյանը իր մենանվագներով։ Մենք հասանք Արգենտինա, ժողովուրդ ջան։ Թե Ուրուգվայի և թե Արգենտինայի Գայանե պարախմբերը իրենց մի քանի համարներով մասնակցեցին մեր համերգին, որպեսզի էլ ավելի հետաքրքիր դարձնենք այդ համերգային հրավառությունը։ Անտոնիո Սարաֆյանը ինքը բնակվելով Բուենոս Այրեսում, բայց մեզ դիմավորեց արդեն Ուրուգվայ Մոնտեվիդեո քաղաքում։ Շատ շնորհակալ ենք և շատ ուրախ ենք, որ ունեցանք նման ընկեր, որ մեր կողքին էր, Զվարթնոցի կողքին էր, իր գեղեցիկ ընտանիքով, իր հրաշալի դուստրերով, որ շատ գեղեցիկ անուններ էլ ունեն, Արև և Լուսին, շատ լավ հուշեր ունենք Ուրուգվայից, Արգենտինայից և Բրազիլիայից։ Իհարկե Ուրուգվայն և Արգենտինան ավելի տարբեր էր, որովհետև մեր մենահամերգներն էին այնտեղ։ Ես շատ տպավորված եմ Բուենոս Այրեսից, հայկական թաղամասից, հատկապես որ գնացինք Պալերմո, հատկապես երբ այցելեցինք Մարի Մանուկյան վարժարանը, մեր հայ մանուկներ այնտեղ որ սովորում են, մեծ ընդունելություն էին կազմակերպել, որ չենք սպասում, շատ անակնկալ էր։ շատ Համենայնդեպս ես ամբողջ օրը հուզված էի, լաց էի լինում, անդադ լաց էի լինում։ Այցելեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, մեզ համար այնտեղ ընդունելություն էին պատրաստել, պատարագ եղավ, նկարահանում։
Երկու գիշեր մասնակցեցինք ընթրիքներին, որովհետև այդ համայնքում ընդունված էր մանավանդ Բուենոս Այրեսում, ընդունված էր, որ ընթրիքներ էին կատարում իրենք ամսվան 1 կամ 2 անգամ, եւ այդ ընթրիքից գոյացած գումարներով դպրոցական երեխաներին ուղարկում են Հայաստան համարային արձակուրդներին, որպեսզի ծանոթանան իրենց հայրենիքին, շատ մասնակցում են նաև օտարազգի արգենտինացիներ եւ բայց Մարի Մանուկյան դպրոցի վարժանի երեխաների իրենց հայ կենտրոնի շենքում վերևում բավականին մեծ տարածք ունեին, գեղեցիկ դահլիճ էր, բեմով, բանով եւ այնտեղ երաժշտական կատարումներ էր լինում համերգներում։ Մենք էլ ապարեցինք, այնտեղ էր երեխաներ կա, որ իր պարախմբից մասնակցում էին, բարեր էին ապարում եւ այլն։ Եվ այդ օրը տարազներով չէ, մեր կյանքի հատուցներով էին, բայց հետաքրքիր է, շատ հետաքրքիր։ Մենք էլ մեր ֆինանսական աջակցությունը նաև ունեցանք մեր խմբի կողմից։ Ծնողները եւ աշակերտները այտենց սիմվոլիկ գումար հավաքվեցին եւ նվիրեցինք այդ ֆոնդին, որպեսզի մենք էլ մի ունենանք այդ գործի մեջ, որի համար շատ ուրախ ենք։ Ուզում եմ Նիկոլից խոսեմ։ Հիմա Նիկոլս 8 տարեկան է, 2 տարի առաջ 6 տարեկան էր, որ մեզ FaceTime-ով էր միայն տեսել, մեր սիրելի Ռաֆիկի թորնուհին, Արմինեի դուստրը, որ միայն տեսել էր FaceTime-ով եւ մեզ տեսավ իրականության մոտիկից, ոնց էր գրկեքես փաթաթվել, չէր թողնում, հետո ինձ է փաթաթում։ Ինձ մոտ տպավորվել են մնալու է դա մինչև իմ կյանքիս վերջ։ Ինձ համար Ուրուգվայը մի քիչ շատ ավելի յուրահատուկ տեղ ուներ այստեղ, որովհետև Ուրուգվայը հանդիսանալով աշխարհում առաջին երկիրը, որ ճանաչել է հայոց ցեղասպանությունը, եւ ես դա համերգի վերջում բեմի վրայից իմ շնորհակալական խոսքը ասեցի այդ ղեկավարներին եւ կազմակերպիչներին եւ ժողովրդին եւ երկրին։ Անպայման այս շնորհակալություն ուզում եմ հայտնեմ այս երկրին, Ուրուգվային, որովհետև առաջի երկիրն էր, որ ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Գրացիաս Ուրուգվայ։ Եվ մենք էլ որպես պարտքի զգացում ունենալով մեր արվեստը տարանք եւ նվիրեցինք իրենց, որի համար շատ ուրախ եմ եւ այդ համերգին մեր հետ մասնակցում էր նաեւ Ուրուգվայի Գայանի պարախումբը։ Martan y Arminé Agallayan, el conjunto de danzas de Barnots, el conjunto de danzas Gayané։ Եվ մեզ համար ամենահետաքրքիրը այն էր, որ անսամբլում երևի 99%-ը չեն խոսում հայերեն, մեկ, բայց իրենց պարածից, որ իրենք նայում էր իրենց պարածից, զգում էր, որ բոլորը հայ են, որտեղ մենակ հայ է կարող այդպես բարի, եւ հետաքրքիրը որ կային անսամբլում պարողներ, որոնք հայ չեն։ Եվ դա շատ ավելի զարմանալի էր եւ մի քանի օկու հարցրեցինք, որ դուք ինչի եք պարում, նրանք մեզ ասացին, որ ձեր արվեստը, ձեր պարարվեստը այնքան գեղեցիկ է, որ ոնց կարելի է սրանով չզբաղվել եւ իրարցին երկար տարիներ են գալիս են զբաղվում են մեր ազգային պարարվեստով, պետք է ասեմ ոչինչով չէին տարբերվում։ Սա ես ասում եմ որպես պարարվեստի, այսպես ասած, մասնագետ, հա, տեսնելով պարողին, ես կարող եմ ասում, պարողը զգում է, թե ինքը ինչա պարում, թե ոչ։ Եվ այդ օտարազգիները այնպես էին պարում, որ եթե իրանք չասեին, որ իրանք օտարազգ են, մենք հաստատ կհամոզվենք, որ իրանք պարզապես այնտեղ ծնված մեծացած սփյուռք հայեր են։ Ես ուզում եմ Ուրուգվայի հանդիսատեսին շնորհակալություն ասեմ, հատկապես շատ մեծահասակ այն պապիկին, երբ համերգից հետո մոտեցավ մեզ 90-անց փայտով էր, նա մի կերպ քայլելով եկել էր ընտանիքի եւ աղջիկներ կամ հարազատների հետ, որ չէին խոսում հայերեն, բայց մեզ թարգմանում էին այնտեղ, ինչ կան է լաց եղա ամբողջ համերգի ժամանակ ինքը ոնց էր գրկել մեզ եւ բաց չէր թողնում, որ ասեց այս գիշեր եթե գնամ մեր մահանամ հանգիստ կլինեմ, որտեղ մեր ազգը երբեք չի կորի, իր մշակույթով այս ինչ որ մենք ենք ներկայացել, շատ հուզումնալից էր այդ պահը։ Que en menos de 24 horas pusieron este espectáculo en escena en nuestra ciudad de Montevideo. Más fuerte ese aplauso. Մեկ տարի աշխատում ենք Լատինական Ամերիկայի շրջագայությունների համար։ Ես ուզում եմ իմ եւ Վարդանի եւ ընդհանուր մեր պարախմբի անսամբլի կողմից շնորհակալությունս հայտնել մեր շատ սիրելի Ռուբինային, Տատյանա's Travel-ին, որ առավոտից եւ գիշեր ինչու՞ չէ, այդպես կարող եմ ասել, մեզ հետ հավասար աշխատել է եւ ամեն ինչը ինքն է կազմակերպել, մեզ հետ նստած որ ճաշարանը պետքա գնանք, որ ժամին, որտեղ պետքա լինենք ավտոբուսները պատրաստ, մեր գիտերը պատրաստ,
շատ բարձր պրոֆեսիոնալ ձևով տեսարժանվայրերը ամեն ինչը, որի համար շատ շնորհակալ ենք եւ շատ ուրախ ենք Ռուբինա ջան, որ վերջի մոտ 30 տարին միասին ենք համագործակցում։ Դուք էլ արդեն մեր զվարթնոցի անդամներից մեկն եք, որ միշտ ներկա եք ամեն ինչին։ Եվ Ռուբինայից հետ կմիացնեմ մեր Մելինեին, Մելինեսը հավասար աշխատել է զվարթնոցի պարուհին, որը եւ համագործակցում է Տատյանա Travel-ի հետ։ Շնորհակալություն ձեզ երեխեք ջան, ապրեք, որ մեր կողքին եք։ Ամենակարևորը մեզ համար Ուրուգվայում նաեւ նա էր, որ մենք խմբով այցելեցինք Ուրուգվայի ամենահայտնի տեսարժանվայրից մեկը դա հայոց ցեղասպանության հուշահամալիրի հրապարակն էր, որտեղ համ փողոցն է կոչվում Արմենիա, համ շրջանն է կոչվում Արմենիա եւ բավականին շատ գեղեցիկ հուշահամալիր էր այնտեղ կառուցված։ Ուրուգվայի հետ կապված ամենահետաքրքիր պահը նա էր, որ մեզ իր այցելությունով անսպասելիորեն չէինք սպասում։ Անակնկալ արեց Անտոնիո Սարաֆյանը։ Եկել է արդեն պարոն Սարաֆյանը այսօր, բայց հետ հասանք Արգենտինա, առանց չէր մեր հետ լինելու եւ ամբողջ շրջագայությունը մեր հետ անսպասել է։ Անես որ բարով եք եկել Սարաֆյան ջան, շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Եվ հյուրանոցում պարզապես մենք այդ ժամանակ նոր մտել էինք հյուրանոց եւ Իպա ես շփոթեցի ասում եմ մտել էինք հյուրանոց եւ արդեն դասավորվում էինք երեխաներին, որտեղ ի վերջո պետք է հասկանալ, որ սա 1-2-3 հոգանոց խումբ չի, որ հեշտ լինի։ Երբ համերգը սկսվեց, առաջի պարը արդեն կայացավ, արդեն առաջի համարից դու հասկանում ես համերգի շունչը, տաքությունը լավ է լինել, թե չէ, երկրորդ համարը ես է պետքա զով գիշերը պարե։ Պարոն Սարաֆյանը առաջի շարքում նստած էր, երբեք այդքան լարված չի եղել, ճիշտ կարևոր ժյուրի անդամ էինք նստած, ի վերջո, որովհետև նա պետքա տեսնի մենք ինչ ենք ելույթ ունենալու Ուրուգվայում, որ Արգենտինան ինչ է մատուցելու իր սիրելի հանդիսատեսին համայնքին, երբ պարեցի համարը վերջացրեցի եւ խոնարհումը իմ հանդիսատեսին, պարոն Սարաֆյանի այսպես ձեռքերը բարձր, ժպիտը լայն ծափահարությունը, որ եղավ, մտաներ, ասացի վարջան, քնություն լավ անցել ենք, պարոն Սարաֆյանի կողմից սիրված ենք, ընդունված ենք, ուրեմն ամեն ինչ շատ, այսպես ասած, գլատկի գնալու է մեր համերգային շրջագայությունը։ Հայկական բարեգործական ընդհանուր միություն, վարչությունը եւ Նուբարյան վարժարանի դերոներությունը ճանաչում է Զվարթնոց բարային համույթին եւ իր դնորեններին, Վարդան եւ Արմինե Աղաջանյաններին ի նշան հայ մշակույթի ներկայացման հդակեցի եւ Ուրուգվայի հայ համայնքում իր գեղարվեստական մասնակցության համար 2023 թվականին հուլիս 28-ին Մոնտեվիդեո, Ուրուգվայ։ Բան էր կատարվում, որովհետեւ երբ որ Սփյուռքում ներկայանում է ինչ-որ Սփյուռքից մի խումբ, վերաբերմունքը եւ ակնկալիքները եւ սպասելիքները այդպեսին չեն, ինչ որ Հայաստանից եկած խմբի մասին։ Եվ բոլորը մեզ հենց այդպես էին ընդունում, որ դե լավ, Սփյուռքից եկած մի հատ էլ ուրիշ Սփյուռքից եկած երեխեք են պարախումբ է, ինչ պետքա բարեն։ Եվ այստեղ նորից ուզում եմ մեր խորի շնորհակալություն հայտնել մեր բոլոր պարող-պարուհիներին, որոնց վրա բավականին մեծ պատասխանատվություն էր դրած եւ այն ինչ որ մենք տվել էինք այս տարիների ընթացքում եւ իրենց ասել էինք, որ սա պետք է ներկայացվի այնպես, որ յուրաքանչյուր այն որ իր կյանքում դեռ Հայաստանը չի եղել, այդ հայերն էլ ինքը հասկանա, որ ինքը Հայաստանում նստած Ամերիկայում, մեր բոլոր պարող-պարուհիները շատ բարձր մակարդակով կատարեցին, ոչ մեկ չէր հավատում եւ նույնպես մեր պարոն Սարաֆյանը ինքն էլ չէր հավատում, որ Լոս Անջելեսից եկած պարախումբը կարող է նման որակով եւ նման ձևի ներկայանա։ Ինձ համար մի քիչ դժվար էր, բայց պարող երեխեքս իրանք ավելի լավ հաղթահարեցին, որտեղ մենք հասանք ամսի 27-ին եւ 28-ին երեկոյան համերգներ եղանակը ցուրտ էր, բեմի հետևում ցուրտ էր, երեխեքի այդ մկանային սառը վիճակը կար, Նարեկի մոտ մկանային ձգում եղավ, նկատեցի մի քիչ բերդը կես վայրկյան ուշանում եք, այդ նոտաներից զգում եմ, իհարկե ես վախից չեմ նայում երբեք, տարիներ բեմի կողքում չեմ լինում, բայց
հանդիսատեսի ծափերից հասկանում եմ Բերթը միգուցե ուշանում է, Ռուբեն ասես մամ Նարեկի մկաններ ձգվե, բայց ես եւ կողքի պարող մյուս Նարեկս Ազարյան համ վերևի տղաներին բարձրացրեցինք, համ մեր Նարեկին օգնեցինք, որ բարձրանա։ Արդեն Արգենտինայի ժամանակ լավ տաքացած ենք, եղանակն Արգենտինայում ավելի տաք էր, քան Ուրուգվայում։ Արգենտինայում էլ մեր ընդունող բարեգործական ընդունող միության այդ հանձնախումբը բավականին լավ ժողովուրդ էին, շատ հետաքրքիր, մեծ անձնակազմներ մեզ ընդունեցին, պատվով ընդունեցին։ Համերգից հետո բավականին մեծ ճաշկերուտ պարահանդեսի նման բան էին կազմակերպել, որ ամբողջ խումբը ներկա էր, վայելեցինք մեր հայկական ուտեստները, լավ քեֆ արեցինք, լավ ուրախացանք պարախմբերի եւ ոչ պարախմբի մասնակիցների հետ։ Կարևորը մենք որ հասանք եւ ապացուցեցինք, որ հեչ կարևոր չի, որ մենք Լոս Անջելեսից ենք եկել։ Մեզ այդ աշկով մի նայեք, ձեզ բերել ենք մի փոքր Հայաստան, ձեզ բերել ենք լուրջ արվեստ, բավականին շատ աշխատած արվեստ, այն ինչ որ մենք հիմա նորից անում ենք, նորից այդ նույն նպատակների համար ենք անում, որ մեր ամերիկյան ծրագիրը ինչ էլ որ լինի, ինչ էլ որ պատրաստում ենք, լինի պատշաճ, գեղեցիկ, իրական, իսկական, հայեցի եւ որտեղ էլ որ ներկայանանք, այն ներկայացնենք շատ պատվով եւ հույսով եմ, որ այդպես էլ կլինի։ Նշենք մեր Արգենտինայի դեսպանի Հովհաննես Վիրաբյանի մասին եւ մեր շնորհակալությունը ասենք իր շատ ջերմ ընդունելության համար, որ դեսպան լինելով հանդերձ ինքը հասարակ մեր, այսպես ասած, մեր տան տղուն նման տենց բոլոր երեխեքին ջերմ ընդունեց, ինձ Վարդանին, բոլոր անձնակազմին, ինքը ներկա գտնվեց իր գեղեցիկ ընտանիքով մեր համերգին, որ հիացած էր եւ նկատում է Հովհաննեսի շփիտը, աչքերի փայլը, ոգևորությունը, բացենք փակագծերը, ուրեմն մինչև դեսպան լինելը պետք է ասեմ, որ Հովհաննեսը Վիրաբյան նախկինում եղել է պարող եւ 15 տարի բավականին երկար ժամանակ է պարարվեստում։ Ժողովրդական պարով է զբաղվել է ժողովրդական պարով եւ լավ հասկանում է պարարվեստը ինչ է եւ առաջի անգամ մեր հետ հանդիպելուց ես զգացի, որ նա երևի բազմազբաղ լինելով հանդերձ ժամանակ չի ունեցել մի քանի անգամ YouTube-յան կամ չգիտեմ ինչ էջեր քրքրի տեսնի թե ով ենք մենք ինչ ենք ապրում, հետաքրքիր է նա էր, որ ինքը մեզ հետ երբ որ խոսում էր ամեն ինչի մասին, այնպես էր խոսում, որ պարզապես հայրենակիցի հետ ոնց կարելի է խոսել, որը շատ բարձր մակարդակի էր, բայց ամենահետաքրքիրը նրա զարմանքն էր համերգից հետո, երբ որ համերգը վերջացավ եւ նորից պարահանդեսային նման մի երեկո էին կազմակերպել եւ իրանք էլ էին ներկա եւ երբ որ Հովհաննեսը եկավ Վիրաբյան եւ ասեց Վարդան մենք համերգին նստած էինք եւ կինս ասեց մենք կարող է օպերայում ենք նստած համերգի ես երբեք չէի կարող իմ մտքով անցնել որ Սփյուռքից այս մանկարդակի խումբ կարող է գա որովհետեւ մենք որ նստած ենք համերգի եւ ինքն էլ պարող լինելով հանդերձ լրիվ հասկանում էր թե ինչի մասին էր խոսում ինչ ան ասեց որտեղ եք բերել որտեղ եք եկել ես էլ կատակով էր ասեցի Լոս Անջելեսից եւ այդքան տարած այդքան երաժշտություն, այդքան կատարողական արվեստ, պարողները ինքը զարմացել էր, ասում էր բոլորը Սփյուռքում ծնված երեխեք են, Լոս Անջելեսում ծնված երեխեք են, ասում եմ 90%-ից 95%-ից ավելը 98 բար մեր կողքի կային մեր երեխաների մեջ, որոնք Հայաստանում են ծնվել, բայց փոքր տարիքից են եկել, բայց այն ոգին, որ իրանք դրել էին բեմին համերգի ժամանակ բեմի վրա, դա բոլորին էր զարմացել եւ Արգենտինայում նստած հանդիսատեսը, որի իմիջիալոց լեփլեցում դահլիճ էր, երկու դահլիճներն էլ Ուրուգվայն էլ եւ Արգենտինան էլ լեփլեցուն էր, որի համար շնորհակալություն նաեւ նորից բարեգործական միության, որ ամեն ինչ արել են, որպեսզի մեկ ազատ տեղ չլիներ եւ ժողովուրդն էլ խանդավառված եկել են եւ
այդպես խանդավառված ինչ որ եկել են, այդպես 2 անգամ երևի ճիշտ 10 անգամ ավել գնացին, որովհետև համերգից հետո այն մարդիկ, որ մոտիկանում էին մեզ եւ իրենց շնորհակալական խոսքերն էին հայտնում եւ չգիտես ինչի չէին հավատում, որ այն ինչ որ իրանք տեսան, տեսնելու բան էր, այն 1.5 տարվա աշխատանքը թե Սարաֆյանենց հետ, թե Ռաֆիենց հետ, թե երեխեքի քրտնական աշխատանքը շաբաթը 4 օրվա փորձեր, ավելորդ փորձեր, որպեսզի բոլորը կարողանան իրենց լավագույնը անեն, ի վերջո հասավ իր նպատակին։ Արգենտինայում մեզ նաեւ շատ լավ ընդունելություն կատարեցին Գայանե պարախումբը, այնտեղ Գայանե պարախումբը իրենց ամբողջ անձնակազմով եւ իրանք պատկանում են հրավիրեցին իրենց փորձասրահ, իրենց շենքը, որտեղ որ իրենք աշխատում են, ստեղծագործում են, այնտեղ մենք ունեցանք շատ ջերմ հանդիպում պարող-պարուհիների եւ նրանց ամբողջ այդ Գայանե պարախմբի անձնակազմի հետ, որոնք աշխատում են եւ բոլորը բավականին լիքը մարդ այնտեղ սիրահարժար աշխատում են այդ պարախումբը պահելու, պահպանելու համար եւ պետք է ասեմ, որ այդ պարախմբի ղեկավարը առաջին ղեկավարը եղել է Ռոզա Ճակեջյանը, որը 60 թվականին հիմնադրել է կոլեկտիվը եւ նա եղել է առաջի սփյուռքահայ ուսանողը Պարարվեստի ուսումնարանի Հայաստանի եւ այդ 2 տարվա կրթությունը նրան տվել է բավականին գիտելիք, որպեսզի նա կարողանա ստեղծել եւ երկար տարիներ ղեկավարել այդ կոլեկտիվը, այդ կոլեկտիվի նաև հիմա արդեն իր ուրույն ձեռագիրը եւ աշխատանքն ունի Ռաֆիկ Գրիգորյանը, որտեղ իրեն տարին 1 անգամ հրավիրում են Արգենտինայից նա գալիս է եւ որոշ աշխատանքներ է կատարում անսամբլի վրա, բեմադրական եւ մաքրման աշխատանքներ, որպեսզի խումբը կարողանա աշխատել եւ շարունակել իր աշխատանքը։ 65 տարի բրավո իրենց, բրավո իրենց նվիրյալ աշխատանքի համար։ Շատ ուրախ ենք ձեզի ունենալու, այսպես ասած, դե կոչում է մեր տանը մեջ պետք է տպելով մեջ շատ հեռու ենք Հայդենի հողից, շատ հեռու ենք Հայաստանից ու ես ուրիշ ողջունում եմ դերեցի երեխեքին նույնպես ձեզ, որ կարողանում եք պահել արվեստը, պահել մշակույթը, չմոռանալ ոնց որ միշտ ասեցինք, գնա դեպի գալիս է 4-րդ գեներացիոնը։ Իրանք բոլորը հերոսներ են իմ համար։ Հերոս են, որ կարողանում են պահել Արգենտինայի 18000 կիլոմետր հեռավորության վրա մշակույթ ունենք եւ հայ, եւ ունենք ոչ հայ։ Դա էլ մեր համար շատ հպարտություն, որ ոչ հայ երեխաները զբաղվում են հայկական արվեստով ու սիրում են ունենց են ապրում, որ կարող է չտարբերել։ Մենք ունենք Ալիսիա Անդրասյանի, որը 40 տարի եղել է պարախմբի ղեկավարը, Ալիսիա Կարապովը, տանում ենք առաջ, ես Մարսելան, Կարլոսը եւ Կարլոսը։ Շատ մենք էլ շատ աշխատանք ենք անում։ Ուղղակի տանք Արգենտինայի մշակութային միության պրեզիդենտին Անդրիան Գամլամջյանը։ Գիտենք ինչ է հայ մնալը, հայ ելնալը եւ հայ մնալը սփյուռքի մեջ Ռաֆին քիչ մտածադրեց հիմա մեր համար ասենք տեսերուն դերեսերուն գործը ավելի դժվարանա եւ այսպիսի բաները, այս հանդիպումները, գաբերը հաստատել, բահել շատ կարեւոր են նոր սերունդերուն համար։ Նույնիսկ լեզուն, աստեղը հայ լեզուն բահելը շատ դժվարացավ վերջին տասնամյակներու ընթացքին։ Եվ մեր գազագերբությունը 100 տարվա գազագերբությունը ունի բարակում, առաջ ունեցել է հիմա ունի բարակում եւ նվակախում։ Ժամանակին ունեին երջախում Արամ Խաչատուրյանի անունով, հետո փոխեցին, ունեին տադերախում, տերտ ունենք, ռադիոժամ ունենք, դպրոցներում մեջ մեր ընկերները նաեւ Վարչուկյան անդամ են, շնորհակալություն հայտնել, որ ցեզի որ ժամանակը կդակ մեր դունը կալու համար մեզի բադիվ է ցեզի ըտրունելը, մենք պետք է չլնանք նոր սերունդերը գաբը պիտի բայել եւ գործերը պիտի շարունակենք։ Բարի քարոզ։ Շնորհակալություն։ Ամեն անդեպս ես անձամբ Գայանե պարախմբին բավականին երկար տարիներ ճանաչում եմ, հետևում եմ։ Մեր ամենաշատ Facebook-յան ամենաշատ լայքվողը Տիկին Ալիսյանն է։ Ես ինքս լինելով Սփյուռքի պարախմբի ղեկավար շատ լավ եմ հասկանում, ինչպես կարելի է այսքան մարդու հավաքել, սովորեցնել, հետո բերել հայրենիք, այդ ամեն ինչը ներկայացնել հայրենի ժողովրդին, որոնք շատ լավ գիտեն պարը,
բայց եւ այնպես ներկայացնեմ, որ իրենք չայլ հասկանում ես մատիկ Արգենտինայից են, թե սպիրկի որ մասից են։ Ձեր պարը շատ լավ է, շատ մաքուր է, շատ հայեցի է։ Մեր անսամբլի կողմից մի փոքրիկ նվեր ունեմ ձեզ։ Գայանն է պարախմբի գեղարվեստական խորհրդին, Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի Զվարթնոց պարային համույթի կողմից գեղարվեստական ղեկավարներ Վարդան եւ Արմեն Աղաջանյաններ, հիշատակ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում կայացած ամերիկյան շրջակայության կազմակերպման եւ հայ մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման համար։ Բուենոս Այրես, Արգենտինա։ Արգենտինայում Բուենոս Այրես քաղաքում պտույտներին չեն կարող չգնայինք արգենտինյան տանգոյի երեկոյին, որ պարախմբով բոլորովս մեր ողջ անձնակազմով գնացինք պրոֆեսիոնալ պարողների շոու դիտելու, որը շատ կարևոր է։ Արգենտինա եւ չնայել արգենտինական տանգո դա չեմ կարծում, չեմ պատկերացնում տեսրի բանին անել։ Շատ գեղեցիկ էին։ Շատ գեղեցիկ էր, ամեն ինչ շատ գեղեցիկ էր արված, թե համերգը, թե բեմադրությունները, թե պարողները, թե երգիչներն ու երաժիշտները բավականին պրոֆեսիոնալ վիճակի մեջ էին։ Բացի դրանից այնպես չէ, որ խումբը գնացել էր միայն համերգ գտար եւ պարզա որ ամբողջ տուրիստական վայրերը որ կղրել էր այդ մի քանի օրվա ընթացքում հաճախել, մենք գնացինք, երեխաները վայելեցին, տեսան։ Իրանց պարլամենտի շենք, իրանք կարևորագույն այն ինչ որ կա շատ կարևոր է որ մարտ առաջ անգամ գտնվում է Արգենտինայում եւ պետքա տեսնի, մենք աշխատել ենք որ այդ բոլորը ամեն ինչը հասցնենք երեխաներին եւ նաեւ այն ծնողներին, որ մեր հետ եկել էին։ Արգենտինայում իսկական Արավայի Սահակյան։ Հիմա պետք է երևի մտածեն, մենք Բրազիլիայի համերգից ինչի չենք խոսում, մենք պարզապես Բրազիլիայում համերգ չկարողացանք տանք այն միակ պատճառով, որովհետև Բրազիլիայում հայերը գտնվում են Սան Պաոլոյում բայց մենք քանի որ այսքան երկար ճանապարհ գնացել ենք եւ բոլորիս ցանկություններ տեսնել Ռիո դե Ժանեյրոն, դրա համար ասացինք լավ մի 3 օր էլ Ռիո դե Ժանեյրոյում, բայց ամենակարևորը Բրազիլիայի հետ կապված սա պետք է նշեմ շատ կարևոր է, որովհետև դեռ չկա որևէ պարախումբ, չի եղել որևէ հայկական պարախումբ, որ բարձրանա Բրազիլիայի ամենահայտնի իրենց ամենահայտնի տուրիստական Քրիստոսի արձանի մոտ եւ մենք արդեն գիտենք, որ այնտեղ պետքա մեր հայկական բերդը կանգնեցնենք եւ առաջինը եղավ Զվարթնոց անսամբլը, որը հենց այնտեղ տեղի վրա կազմակերպեց ու բերդ կանգնեցինք եւ Քրիստոսի արձանի տակ ունեցանք այդ գեղեցիկ նկարը եւ այդ պատկերը։ Որը շատ ռիսկային էր, որտեվ այնտեղ security-ները կային, աշխատողները կային, որտեվ ամբողջը բետոնից քարեր, սալաքարեր, չգիտեմ, վտանգավոր, անգամ որ տղաները բերդը բարձրացել են, ես աշկերտս փակել եմ, չտեսնեի իրանք ոնց են իջնելու։ Ի վերջո բարձր էր կողքերը, ամեն ինչ բաց էր, այդքան վտանգավոր չէ, տարածք ունենք, բայց սենց արագ բարձրացել ենք, իջել ենք security-ները չէին տեսել, թե չէ մեզ ողջ անձնակազմով։ Եվ ամենակարևորը, որ այդ պատվանդանի Քրիստոսի արձանի ներքևին մասը, որտեղ որ մարդիկ զբոսնում են, նկարում են եւ այլն, բավականին տուրիստներ կային, չափից շատ եւ բոլորը այդ րոպեին հիացած նայում են թե սրանք ովքեր են, որտեղից են եկել եւ ինչ են անում։ Բերդը կանգնել ենք թե Բրազիլիայի ամենաբարձր կետում, բերդը կանգնել ենք թե Բրազիլիայի ամենացածր կետում։ Ավազների վրա օվկիանոսի ափին, որտեղ ամբողջ աշխարհը կարելի ասել այդ ավազների ափին էր,
Դե որ հասել ենք Ռիո դե Ժանեյրո, պարզա որ պետքա գնայինք իրենց բրազիլական շոուն դիտելու, իրենց ազգային պարը տեսնելու, մանենք գալիս։ Մենք չորեքշաբթի պետքա վերադառնայինք եւ իրենց մոտ շոուները ուրբաթ եւ շաբաթ բոլոր համերգները կատարում է ուրբաթ-շաբաթ Կիրակի եւ մեր գիտին խնդրեցինք որ ինչ որ մի բան դասավորի կազմակերպի, որտեվ անկարելի է հասնես Ռիո դե Ժանեյրո եւ չտեսնես բրազիլական շոու, դա չէր լինի։ Եվ ինքը կապը գտավ զանգահարեց պրոֆեսիոնալ պարողների այդ մեջ շոուն, որ մեր խնդրանքով իրանք չորեքշաբթի երեկոյան դա արեցին հատուկ մեզ համար եւ շատ հետաքրքիր էր այդ ճանապարհը որ գնացինք հասանք այդ շոուի տեղը եւ ինչն էր հետաքրքիր որ իրանք ունեին երկու դալիճ մի դալիճում արդեն պատրաստված էր ամբողջ համերգային վիճակը երաժիշտները գործիքները միկրոֆոն ամեն ինչ բուտաֆորիա երաժշտական բեմական ձևավորումները բան ամեն ինչ արված էր բայց մենք չգիտենք որ ունեին երկու դալիճ որտեղ մեզ պետքա դիմավորեին այդ ամբողջ պրոֆեսիոնալ պարողները որ մեզ լրիվ անակնկալ էր, իրանք դեռ չէին հագնվել, սպասել էին մեզ դիմավորեին, ողջունեին եւ գնային պատրաստեն շոուին. When I was young, I danced and the dance never left my body. That's why I worked with it. I want to talk a little bit about Brazil. We have a very good energy. We love life. We love each other. We love the art. And so today Երբ որ մենք այդ ամեն ինչը կազմակերպել ենք եւ արդեն գիտենք որ գնում ենք նայենք իրենց ազգային պարը, որովհետեւ շատ հետաքրքիր պարեր ունեն, այնպես եղավ որ այդ անսամբլի ղեկավարը իրենց այդ ամբողջ ղեկավարը մոտ մի 60-70-ի մոտերի մի կին էր 60-70-ի մոտերի մի կին էր պրոֆեսիոնալ պարուհի եւ դրա այդ մեկներ նաեւ եղել է պրոֆեսիոնալ ստյուարդես, ինքը մի 20 տարի աշխատել է նաեւ այդ բնակավարում, բայց հիմա եկել եւ ստեղծել է այդ կոլեկտիվը եւ հիմա իրենք էլ այդպես միացած պատմական ծրագիր էին ստեղծել, այսինքն հյուսիսից հարավ Բրազիլիայում ապրող բրազիլացիները թե ով որ մասը ինչպեսի պարարվեստ ունի եւ դրանք հավաքագրել էին, սարքել էին շատ գեղեցիկ ծրագիր եւ իրենք խնդրել էին այդ մեր գիդից որ եթե իրենք բարի խումբ են մենք էլ կուզենանք իրենց բարը տեսնենք եւ այլն եւ գնացինք շատ ջերմ ընդունելություն եւ իր զարմանս մեզ բավականին հետաքրքիր ընդունելություն էր իրենց այդ դահլիճում իրենց երկիշներ իրենց բարողները երկիշներ նվագողները եւ իրենց այդ ազնագազմ ովքեր որ զբաղվում են այդ շոուով եւ դա բավականին հայտնի շոու է ամբողջ Բրազիլիայում ասացինք որ մեծ սիրով երկու համարով մենք այդտեղ ներկայացրեցինք
Եվ նստած ենք եւ ղեկավարը իմ կողքն էր նստած եւ երեխեքը ապարում էին, մեր ծնողները նստած էին մեր հետ եկող եւ իրանց ազդակազմը ապարողները բոլորը նստած նայում են եւ աղջիկների հատվածը վերջացավ, տղաները մտան, տղաներն էլ արդեն վերջներ, ես պատահաբար հայացքս գցեցի այդ ղեկավարին, սևամորթ կին էր եւ լավությունը նա էր որ նա անգլերեն խոսում էր, շատ լավ խոսում էր, քանի որ ստյուարդես էր աշխատել, տեսա որ հուզվել է, արդյունքներ ա գալիս, ես մտածեցի երևի լավ չի զգում, իրան չեմ անում, մի բան այն չի, դեռ միջև երեխեքը վերջացրավ բան, հետո իրան հարցեցի, հո բան չի եղել, վատ է զգում, ինքը ասեց, ես այսքան տարիա պարում եմ, պարի մեջ եմ եւ իմ կյանքի մեջ սենց գեղեցկություն չեմ տեսել, թե երաժշտությունը, թե շարժումները, թե բեմադրությունը։ If we met at least one Brazilian to cry, we did it our job. Thank you very much. Ասես դուք որտեղից եք եկել, այս ինչ արվեստ էր որ դուք ներկայացրեցիք մեզի, ես նորից ասես որ ես շատ զգացված եմ եւ այնտեղ նորից մեր ծնողներին էլ դա ասեցի որ նայեք թարգելի ծնողներ ազգային պարարվեստը, մեր ազգային պարարվեստը պետք չունես լինես հայ, որպեսզի նա հասկանաս։ Եվ սա երկրորդ անգամ էր, որ մեր ապացուցեցինք, սա առաջին անգամ մեզ հետ պատահեց Մալթայում 2004 թվականին, երբ որ միջազգային մրցույթ փառատոնի էինք, եւ երբ որ մենք վերցրեցինք Grand Prix-ին, բացի ժյուրիի անդամները, որ իրենք իրենց գնահատական տվել են, բայց ինձ հետաքրքիր էր թե հանդիսատեսը, որ նստած է, նրանք ինչ կարծիքեր են մեր անսամբլի մասին, ասացին ձեր պարը ամեն ինչ ինձ տվեց թե դուք ինչ ազգ եք, ինչ ունեք, ինչ մշակույթ ունեք եւ ինչպես եք դա ներկայացնում եւ դրա այդ առաջի անգամ Մալթայում, հիմա էլ Բրազիլիայում շատ հաճելի պահ էր, որից հետո մենք գնացինք, իրենց շոուն նայեցինք, իրենց համերգը բարձր եւ շատ հետաքրքիր էր, որ նաեւ իրանք շատ բարձրահասակ էին, բոլոր հսկաներ էին բեմում, երբ որ կանգնած էին, ես կողքը շատ փոքրիկ է, այսքան փոքր է երևում եւ իրանք բացատրեցին, որ ունենք Սարի կողմում ծնված մեծացած այդ մեր Բրազիլիայի ժողովուրդը բոլորը հսկաներ են, բոլորը հետաքրքիր պահեր, այդ օր մեր պարող տղաներից մեկի տարեդարձն էր մեր Վահեի եւ անակնկալ էր դա, բեմի վրա իրանք իմացել էին, տորթով եկան, Վահեին բեմ հրավիրեցին, դե իհարկե որ ասում ենք Վահե զվարթնոցն է հետևից գնում, ոնց կլինի, Վահեն մենակ չէր գնալու երեխան խելոք կանգնել, մենք բոլորս մի 70 հոգի բեմի վրա խառնվեցինք բրազիլացի պարողներ, հայ պարող-պարուհիներ, Վահեի տորթը շնորհավորեցին, մոմերը փչեցին մենք էլ մտանք լամբադա պարենք, պարում ասեմ, որ մեր համար շատ մեր մանկության տարիների առաջի, այսպես ասած, մի հատ sense գունավոր, հետաքրքիր վիդեո կլիպներ, որ դուսեր եկե այդ պարն էինք, պարում բոլորս մտել ենք։ Տնես տպավորություն չթվա, որ մենք գնացել ենք մենակ երկու համերգ տայինք եւ վերադառնայինք, մենք կազմակերպել էինք, որ ասացինք ի սկզբանե 1.5 տարի աշխատել ենք այս ծրագրի վրա, նաև երկիներ են գնում եւ պետք է ճանաչել նրա այդ երկրները եւ այդ երկրում պետք է հանգիստ վայելես ամեն ինչը ինչ որ կա որպես տուրիստ։ Մենք այդ ամեն ինչ արեցինք եւ շատ սիրուն կազմակերպած էր ամեն ինչ, թե բարձրակարգ հյուրանոցներով, թե բարձրակարգ ռեստորաններով, թե բարձրակարգ ավտոբուսները, գիտերը իրենց ամեն ինչ իրենց տեղով։ Ժամերից խոսենք։ Ժամին ամեն ինչ կատարվում էր։ Բայց բանի Կանանից սոլերի պատմությունը մի հատ պատմեմ, որ դե բոլորը որ Վարդանին ճանաչում են, գիտեմ, որ եթե ասել ժամ 8-ին ավտոբուսի մեջ պետք է բոլորը 75 հոգի նստած լինեն, անգամ ծնողները արագ ճանաչելով Վարդան գալիս են, տեսնենք երկու պարուհի չկան, բնականաբար քնած են մնացել երեխաները, հիմա ես աշկովունքով եմ անում, ասում արագացեք, շուտ արեք, բարձրացեք, դուռը ծեծեք, զանգում են չկան եւ ի վերջո ընկեր Վարդանն դուռը ծեծելուց հետո խեղճ գայան են բացում հուզված առնված ու ասում են արագ 5 րոպե ժամանակ ունեք իջեք ավտոբուսը նստեք ու եւ այդ օրը նկարահանում ունենք տարազներով երեխեք այնքան վախեցած խառնված մեկ է տեսնեմ գան են ցոլերը պետք է կյանքի շորերով կան տարազների ձեռքը գալիս են տարազներով
խառնված, թագերը դրած ու կյանքի շորենը ձեռները չկա ու ցուրտ ասում ձեր ժակետները ուրա դուք ինչ եք տարազնովիչ երեխեք ջան այսքան ուշացել ենք դա ոչինչ մի պտույտը կհանենք գնացեք հետ տարազները հանեք տարազները վերցեք շորերով գալիս են առանց ժակետների ցուրտ մի խոսքով ավտոբուսում դասավորեցինք մեկը շալ տվեցինք մեկը ժակետը տվեցինք Գեղեցիկ էր նաև Ուրուգվայից Արգենտինա մեր նավային ճամփորդությունը, որտեղ մենք նավով եկանք Արգենտինա, որը շատ գեղեցիկ էր, մոտ 2.5 ժամ, 3 ժամ մոտավորապես շատ լավ ժամանակ ունեցանք, նավի մեջ բավականին գեղեցիկ ժամանակ ունեցանք, երեխեքը սիրուն զբաղվեցին այդ օվկիանոսով, թե քաղաքները, թե ընդունելությունները, թե հյուրանոցները, թե ռեստորանները, որտեղ որ գնում էինք, բարձր մակարդակի վրա էր արված ամեն ինչ, թե այն տուրիստական կազմակերպությունը, որոնք այնտեղ մեզ դիմավորում էին, թե նաև հայկական մեր բոլոր ընկերները կազմակերպությունները, ովքեր որ այս ամեն ինչը կազմակերպել էին նաև իրենց ընդունելությունները, բոլորը բարձր մակարդակի վրա էին, շատ լավ անցավ, շատ հետաքրքիր անցավ եւ ես վստահ եմ, որ այն սերունդեն պարողները, որոնք եկան Լատինական Ամերիկայի համերգային շրջագայություններին, մինչև կյանքի վերջ այս վառ հիշողությունները մնալու են նրանց հետ, դա ամենակարևորն էր մեզ համար, որի համար շնորհակալ ենք մեր բոլոր պարողներին եւ ծնողներին եւ մեր ընկերներին։ Ի վերջո, երբ ընտանիքով այցելեց Լատինական Ամերիկա, դա մի ուրիշ բան է փոքր, ասենք 4 եւ 5 հոգով, բայց ինչ 2 ավտոբուս ժողովուրդ պարախում եւ ծնողներ, դա միշտ շատ ռիսկային է մեզ համար, բայց մենք գնացինք այդ համարձակ քայլին, քանի որ կազմակերպված է բարձր մակարդակի, այդ պարագայում ռիսկը մինիմալն էր, որ մենք գնացինք այնքան շատ ամեն ինչ լավ անցավ, բոլոր պտույտները բարեհաջող, համերգները շատ լավ, որի համար նորից ուզում եմ շնորհակալություն ասել իմ շատ սիրելի Ռուբինային եւ Մելինեին, որ մեզ հետ հավասար այդ 2 շաբաթը ամեն օր մեզ հետ էին, որ տեսնեին ամեն ինչ շատ լավ է եւ շնորհակալություն ասեմ մեր բոլոր Լատինական Ամերիկայում գտնվող մեր ընկերներին, գոլեգաներին, այնտեղի պարողներին, մեր շատ սիրելի Ռաֆիկին, Անտոնիո Սարաֆյանին, մեր սիրելի դեսպանին եւ բոլոր կազմակերպիչներին եւ իհարկե մեր մեծ ընտանիքին, Զվարթնոցին, պարողներին, որպես այդպես շատ լավ համերգ ունեցանք, իրանք այդպես լավ ներկայացրեցին մեր արվեստը։ Ընդհանրապես յուրաքանչյուր համերգային շրջագայություն առաջին հերթին անսամբլին է պետք, որովհետև երբ որ խումբը գիտի իր առջև կա նպատակ եւ աշխատում է գնում է դեպի այդ նպատակը, խումբը ավելի է մոտիկանում եւ ընդհանրապես պարողները շրջագայության ընթացքում իրար շատ ավելի են մոտիկանում, կապը ավելի է պնդանում եւ դրանից հետո ավելի ոգևորված են գալիս նորից փորձերի այն ակնկալիքով, որ նորից միգուցե նորից մի հատ շրջագայություն լինի, որ նորից գնան, նորից այդ հաճույքը ստանան իրանք ընկերներով եւ փառք Աստծո ամեն ինչ լավ անցավ։ Երբ գնում ես շրջագայության, Դալին Լատինական Ամերիկայում ենք եղել ենք Ավստրալիայում եւ շատ տարբեր երկրներում, երբ հանդիսատեսի արձագանքը տեսնում ես, ավելի գնահատել մեր աշխատանքը, թե ես ինքս որպես պարոհի բեմի վրա, թե ստեղծագործական մեր բեմադրական արվեստը, թե պարախմբի արժեքը ի վերջո բացի որ կեսագրության մեջ է մտնում դա Զվարթնոցի պատմության մեջ, դա բավականին մեծ եւ լուրջ աշխատանք է, ես որ միշտ գնահատում եմ Վարդանի արածը, նա չի բավարարում միայն Լոս Անջելեսի համերգներով, կարևորում է շրջագայությունները եւ դա մեր ընտանիքում առաջնային է, որ կոլեկտիվը պետք է շրջագայի։ Իմ ցանկությունն է, որ յուրաքանչյուր պարողի տենաս ղեկավարները մեծ պատասխանատվությամբ մոտենան այս գործին, մեր ազգային պարը բեմ հանելուց առաջ մի 1000 անգամ պետք է մտածել, թե ինչա դուրս գալիս բեմ, թե բեմադրական առումով, թե տարազների ընտրության առումով, թե եւ այլն ամեն ինչով։ Երբ որ դու այդ ամեն ինչ անում ես, այդ ժամանակ արդեն բաց ճակատով ես ներկայանում, որտեղ որ պետք է ներկայանաս եւ ներկայացնում ես ոչ թե Աղաջանյան Վարդան կամ Արմինե կամ Զվարթնոց, ներկայացնում ես հայ ազգին, ազգային մշակույթը եւ այնտեղ նստողը հաստատ էլ քո անունը չի հիշելու, ոչ էլ խմբի անունն է հիշելու, բայց հանդիսատեսը տեսնում է իր բարը, այն ինչ որ իրենն է, իսկականն է, իրական է եւ որի համար նորից ու նորից մեր շնորհակալություններին պարողներին, մեր պարողներին, որոնք կարողանում են այս ծանր լույսի տակից դուրս գալ, այն պահանջները, որ մենք դնում ենք մեր պարողների առջև, որ իրենք կատարեն
շատ անգամ նաև չցանկանալով եւ չհասկանալով, բայց մենք աշխատում ենք, որ դա հասցնենք դեռ, որ իրենք հասկանան ինչ են ապրում եւ ոնց պետք է ապրեն եւ որպես կներկայացնեն։ Քանի որ լավ պայմաններ գոյություն չունեն թե Հայաստանում, թե Սփյուռքում, որպեսզի պարը ճիշտ գրի պրոպագանդվի եւ այլն, մենք ունենում ենք խնդիրներ, արդեն վերջերս պարը դարձել է միայն աղջիկների համար զբաղմունք, տղաները ընդհանրապես հեռացել են պարարվեստից, որը շատ վատ է եւ ահավոր վատ նշան է եւ նմանատիպ համերգների միջոցով ենք գոնե կարողանում էլի ինչ-որ միտեղ, օրինակի համար շատ հետաքրքիր էր, որ մենք Արգենտինայում, որ ելույթ էինք ունենում, պարախմբի ղեկավարը եկավ եւ ասաց, որ ձեր համերգից ողջևորված երկու հատ տղա որոշել են գան Պարի։ Ես այնքան ուրախ եմ, որ մեր երկու տղան պետք է ավելանան այդ պարախումն էլ տղա։ Հիմա նույնն էլ այստեղ է։ Մենք ինչքան էլ փորձում ենք, որպեսզի կարողանանք մեր մշակույթը, պարարվեստը այնպես ինչպես որ պետք է ներկայացնենք, ակնկալիքով, որպեսզի բոլորը զբաղվեն այս արվեստով, մասնավորապես տղաները, այնպես որ ես շատ եմ կարևորում մեր պարարվեստը եւ այդ պարարվեստը շատ ճիշտ բեմ հանելն ու բացի միայն Լոս Անջելեսում, այլ ընդհանրապես աշխարհում բեմ հանելը եւ հանդիսատեսին այն ներկայացնելը, դա կլինի հայ թե օտարազգի։ Կտեսնվենք շուտով, շատ սիրելի Զվարթնոցի երկրպագուներ, հանդիսատես, 25 թվականն է արդեն մենք աշխատում ենք մեր հոկտեմբերի 12-ի համերգի համար, որից հետո լինելու են անակնկալներ, միգուցե տեսնվենք Եվրոպայի մի քանի երկրներում, դրա մասին արդեն կխոսենք ավելի ուշ։ Հաջողություն ձեզ։ Շատ աղոր եղավ, մանավանդ գիտես ինչա ավելի ձարմացա ուրախությունով, ինչպես հայտնի եղավ, ինչ ուրախությունում դրին Կեդին վրա, հակուստը, երաժշտությունը, կորեոգրաֆիան, անշուշտ ես պատրաստած չեմ այս բաները ասել, բայց շատ աղոր, շատ ուրախ, շատ շնորհակալություն ձեզի, շատ ուրախ, շատ այերեւի, ինչպես Վարդան խոսեցավ, էմոցիոն եղավ, Thank you so much. Thank you very much. Մենք ուզենայինք այսօր ձեզի պարգևադրվել բզդիկ դիպլոմով անոնք, որոնք վաղը պիտի մասնակցին մեր համերգին։ Հաստատ ոչ մեկից մտքով չէր անցնում, որ մենք մի օր կարող է հայտնվենք աշխարհի այս կողմը ու եւ հայտնվենք մի տեղ, մի շենք, որտեղ շնչում են արվեստով, ապրում են արվեստով, արարում ստեղծագործում են 63 տարի եւ այս տապերը շատ բան են տեսել, շատ սերունդներ են տեսել, բավականին հայեր եւ ոչ հայեր եկել գնացել են, ավանդական պարը սովորել եւ ներկայացրել են եւ մեզ համար այսօր իրապես հաճելի է, որ գտնվում ենք այստեղ։ Հուսով ենք ավելի շատ կբարգավաճի այս կենտրոնը, ավելի շատ անդամներ կգան, ավելի շատ պարողներ կգան, որպեսզի ձեր այս բռնած գործը ինչքան հնարավոր է երկար առաջ տանեք առաջ։